Բարելույս Հայաստան, բարելույս Հայազգ, ես Արտուր Ֆարմանյանն եմ, Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավարը։ Սիրելի բարեկամներ, օրեցօր զարմանում եմ, օրեցօր ապշած եմ մնում մեր իրականության վրա։ Իսկ ինչի մասին է խոսքս։ Խոսքս նրա մասին է, որ աշխարհը խառնվել է իրար, Նիկոլ Փաշինյանը ասում է մի հիշացրեք, մենք գիտենք, որ մենք կործանվում ենք, բայց ամեն ինչը դրած կողքի մարդը անում է իր բլոգերությունը։ Խնդրեմ այս տեսա հոլովակը։ Չորսանց կեսից է սկսում։ Ապրելը օրենքով սահմանված բրինձ հնդրելը տեսել չգիտեք Այս հզոր կանանց մասին երգա, որը կմպսնելու է։ Նիկոլ, հասկացանք, որ բլոգեր ես, երկիրը կործանվում է, Նիկոլ, դու ասում ես, որ դու գիտես, բայց դու ոչ մի բան չես ձեռնարկում, Նիկոլ, չես անելու, ռադեղի թող գան մարդիկ, որոնք կարան մի բան անեն, Նիկոլ, սիրելի բարեկամներ, գիտեք ինչ եմ այսօր, երեկ չառաջորը մտածել, այդ կապիկ շոուն, որ կատարվում է ազգային ժողովում, ես եկել եմ մի մտքի, եթե հիշում եք Նիկոլ Փաշինյանը խոսում էր դուխով բառից, ուժեղ Հայաստանը ուժեղությունից է խոսում, բայց ես եկա այն մտքին, որ այն մարդիկ, ովքեր կյանքում ունեցել են կոմպլեքսներ, այսինքն Նիկոլը միշտ է ուզեցել է լինել դուխով, դրա համար վերցրեց այդ դուխով կարգախոսը, ուժեղ Հայաստանի Սամվել Կարապետյանը իր թիմակիցներով ուզում էին լինել ուժեղ, դրա համար վերցրեցին այդ ուժեղ Հայաստան կարգախոսը, բայց արում իտես ուժեղներ այդքան էլ ուժեղ չեն, բացի փողից եւ խոսալը չգիտեմ, որ ասեմ խոսալ գիտեն գոնե, բացի փողից եւ նորից փողից, այս մարդիկ դատարկություն են, այս մարդիկ վախկոտ են, այս մարդիկ դավաճան են, ոնց թե չէ կարելի է բացատրել այն, որը որ տեղի է ունենում ազգային ժողովում։ Հիմա խնդրեմ տեսնենք այս տեսահոլովակները։ Սա է այս իշխանության դեմքը։ Պատերազմ, զոհեր, կորուստներ եւ պարգևավճարներ։ Իսկ երբ հարցնում են պատգամավորին, թե քերին ոնց է, նա ուրախությամբ պատասխանում է, որ փառք Աստծո։ Լավ է քերին, թող լավ լինի քերին, բայց իմ քերին չի կարա լավ լինի, որովհետև նրա անվանակից թորնիկը Աղաջան Ջանոյանը, որի մկրտության կնքահայրն եմ ես, Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի առաջի կուրսի ուսանող, զոհվել այդ պատերազմում։ Իմ քերին եւ ես երբեք չեն կարող արդեն լավ լինել, երբեք չեն կարող լավ լինել, մենք լավ կլինեինք, եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը և փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Պարոն Ղազարյան, ձեզ կոռեկտ պահեք, դուք ստանում եք նախազգուշացում, ձեր ոչ կոռեկտ և ամբարտավան պահվածքի պատճառով, Եվ ես ձեզ զգուշացնում եմ, հարգելի գործընկերներ լռություն պահպանեք։ Եվ ես ձեզ զգուշացնում եմ, որ հաջորդ անգամ նման պահվածքից հետո, եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Պարոն Կարապետյան, հիմա չեք կարող խոսել, ես ձեզ առաջարկում եմ, որ կարգի հրավիրեք ձեր պատգամավորի եւ չափավորեք
Հակառակ դեպքում նրան այնպես կչափավորեն, որ այլևս երբեք չի կարող այդ չափերից դուրս գալ։ Հիմա չեք կարող, հիմա խնդրում եմ, հարգելի գործընկերներ, քաղաքացիական պայմանագրի հետ վերադարձեք դահլիճ։ Հարգելի գործընկերներ, պարոն Լևոնյան, ուր եք գնում։ Զբաղեցրեք ձեր տեղերը, նիստը շարունակվում է։ Վերադարձեք դահլիճ եւ զբաղեցրեք ձեր տեղերը։ Պարոն Վարդևանյանը ամենևին իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահ չի։ Իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահները Ալեքսանյանն ու Կոնջորյանն են։ Մեկ էլ ես անցած գումարման ժամանակ։ Բայց ես ընտրել եմ Վարդևանյանին, որտեղ ես հասկանում եմ, որ նույնիսկ եթե ինքը իմ երազանքների ազգային ժողովի փոխնախագահը չի, այդ տեղը տրված անդիմությանը ես չեմ ուզում զրոյական խաղ լինի սա։ Մի սրիկա ասելա սրիկա։ Ոչ թե մարտագլխիկ է, այլ շարքային սադրիչ է։ Ոնց կարա անդիմությունը գա ներողություն խնդրի։ Մի հատ սրիկայի ուղարկում եք ստեղ, что в лоб, что по лбу։ Պարոն Ղազարյան, ասելիք ունեք։ Ազգային ժողովի կանոնակարգը պատգամավորների միջև նման ձևաչափով քննարկում չի նախատեսում։ Շատ լավ։ Պարոն Նարեկ Կարապետյան, ասելիք ունեք։ Ոչ։ Շատ լավ, հարգելի գործընկերներ, դուք ընտրեցիք այս ճանապարհը։ Ես տեղ իշխանության պատգամավորների պահանջներն ու խնդրանքները չեմ կատարում։ Պատասխանեցի, շնորհակալություն, հիմա խմբակցության որոշումները կատարվում են։ Ելույթները դեռ առջևում են, այսօր հետաքրքիր է լինելու։ Գործիչ Նարեկ Կարապետյանի մասին մեր քաղաքական կյանքում շատ քիչ կան։ Նման հարց չի քննարկվել։ Եթե դուք չինքնա էվակուացվեք այս դահլիճից, ձեզ էվակուացնելու են եւ դուրս են շպրտելու այս դահլիճից եւ ազգային ժողովի շենքից։ Եթե Աղաջան Ջանոյանը դառնար իր երազանքի ռազմական բժիշկը եւ փրկեր մեր զինվորների կյանքը, որը դուք սրիկայաբար փորձում եք շահարկել այստեղ։ Հետ վերադարձեք դահլիճ։ Ինչի համար ներկայացնում, չէ՞, ոչ չեմ պաշտպանում։ Ամեն ինչով, ամեն մի ելույթ, ամեն մի հարցադրում, ամեն մի քննարկում չի կարա դառնալ մեծ իրադարձություն։ Չէ, այդպես բան չի կարա լինի, ախո, այդպես հարցակում ասել է հեշտ է պատկերացնի, ինձ քննող չկա։ Սա տեխնիկական կազմակերպական հարց է, որը վաղուց էր քննարկվել։ Թաղցրել տարել եք ենկո, բան ռազմավարական խորություն եք հաղորդել։ Ինքը վստահաբար չի գիտակցում, բայց ինքը կգիտակցի, ես ձեզ դա խոստանում։ Պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Պարոն Ղազարյանը սփխեչի ուլ չի, որ բերենք ստեղ մորթենք։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հայ զինվորների մահը կամեցող սրիկա, պարոն Վարդևանյան, դուք լրիվ արդարացնում եք ձեր հեղինակությունը որպես այդպիսին։ Քիչ էր մնում մեզ մեղավոր հանեիք, որ բերել ձեր ցուցակում մարդ եք ներգրավել։ Չէ, դուք հարգելի գործընկերներ, դուք ձեր ցուցակում մարդ եք ներգրավել, որ վերջի 2-3 տարում, ընդ որում ի դեպ շեշտեմ ոչ միայն մեր խմբակցության, էլի Հայաստան խմբակցությանն էլ տենց տներով մտել դուրս է եկել ամենավերջի սրիկայի պես։ Ընտանիքի ապաքաղաքական անդամներին, շատերի այս խմբակցությունից, քաղաքականության հետ ոչ մի կապ չունեցող անդամներին, անձնապես վիրավորել է։ Մենք հարգելով մեր քաղաքացիներին են, որոնց որ պարոն Վարդևանյանը դիմում ասում է, մենք մեր քաղաքացիներից պետք է ներողություն խնդրենք։ Պարոն Վարդևյան, դուք ներողություն պետք է խնդրեք այս պերսոնաժի ստեղ հայտնվելու համար։ Որտեվ այդ մարդու հետագիծը վերջի 2 տարվա եղել է այդ։ Մարդկაც ընտանիքի անդամներին թիրախավորել է, Հայաստան խմբակցությանը չեմ էլ ասում ինչեր էր ասում, վայ, ու չեմ էլ ուզում հիշեմ, ուղղակի ինչեր էր ասում։ Անկեղծ էլ բոքսի տանձիկ, էլ բան, вообще ինչ ասես, ասել է, հիմա տարել եք Հայաստան խմբակցությանն մոտիկ եք նստածել, չգիտեմ ինչ ալնելու վերջը։ Այսինքն նկատի ունեմ այդ մարդու
վիրավորական այդ շղթայական հետագիծը որպես այդպեսին, այնեցն է, որ մենք մեզ շատ դժվարությամբ ենք զսպում։ Մենք ձեզնից ստեղ այս շարքերում չկա մարդ, որ ձեր ընտանիքի քաղաքականության մեջ չներգրավված անդամներին մի տառ ասել։ Չկա տենց մարդ, հասկանում եք, պարոն Կարապետյան։ Չկա մարդ, որը որ ձեր ընտանիքում ներգրավ, ձեր ընտանիքի այն անդամին, ով քաղաքական գործիչ չի եղել կամ հիմա չի, մի տառ ասել թթու։ Չկա այդպիսի մարդ ստեղ։ Դուք բերել եք այստեղ մարդ եք նստեցրել, որը որ ընտանիքի անդամներ է թիրախավորել, հաթաթ չէ, մի ընդհատեք հիմա։ Մի ընդհատեք հիմա, պարոն Կարապետյան, մի ընդհատեք, հետո այստեղից կանդրադառնանք։ Մեզ ասում եք, պարոն Վարդևանյան եկել է ստեղից մոտավորապես ասում է հետևյալը. հա դե մեկու մեջ գալու ենք, ձեզ վիրավորելու ենք, բայց դուք հո բան չի, բայց ինչի մասին է խոսքը, հարգելի գործընկերներ։ Միթե մենք պետք է այդ սխալին սխալով բան անենք, արձագանքենք։ Սխալը մենք, այո, մենք ասում ենք, որ դա սխալ է։ Պարոն Վարդևյան, իսկ ենթադրաբար, օրինակ, падգամավորին հարվածելը եւս սխալ է, ճիշտ է։ Հիմա ենթադրենք ինչ որ մեկը գնա եւ հարվածի, չեմ հիպոթետիկ, ինչ որ մեկը գնա հարվածի ինչ որ падգամավորի։ Տիկին Մանավազյան ասի, այո, դա սխալ է։ Հետո երկրորդ անգամ գնա։ Տիկին Մանավազյանը վստահ եմ ել ավելի մեծ էնտուզիազմով կասի, որ դա սխալ է։ Հետո երրորդ դեպքը Տիկին Մանավազյանը ես վստահ եմ, ինչքան հարված են Տիկին Մանավազյանը այդքան կասի, որ դա սխալ է։ Դա ձեզ կբավարարի արդյոք։ Ու հարց համար, չգիտեմ որ երրորդ։ Հարգելի գործընկերներ, այս նիստերը ինչ սկսել է փողկապով եք գալ, այսօր խի փողկապով չեք եկել, պարոն Վարդևանյան։ Պարոն Վարդևանյան, դուք, ասենք, լավ, հələ ասում է, ես ելնեի Սեյրանը ներ վերադառնալով բանին ջանդամ ասում է, դուք, պարոն Վարդևանյան, մի վարքյան, խի փողկապով չեք եկել, հարգելի գործընկերներ։ Լրություն։ Չէ, մի րոպե, կարող է որտեվ ազգային ժողովը մտածել եք, որ զոհասեղան է։ Կարող է որտեվ Էդգար Ղազանի կամ նույն ինքը հայ զինվորների մահը կամեցող Սրիկայի այդ գործողությունները որպես այդպեսին պլանավորած են։ Լրություն դալիճում, շարունակեք պարոն Ալեքսանյան։ Պարոն Վարդևանյան, տեսեք հարցը որն է։ Երբ որ ասում եք, որ հալավ մի անգամ արեց, հիմա պետքա 10 անգամ պատասխանեք, չէ, պետքա 100 անգամ պատասխանեք։ Պարոն Վարդևանյան, բացատրեմ ինչի։ Բացատրեմ թե ինչու է պետք, որ մենք 100 անգամ պատասխանենք ու դուք էլ պետք է այդ 100 անգամը ընդունեք դա։ Ու դուք ընդունելու եք այդ 100 անգամը, երբ որ մենք ամեն անգամ գանք այստեղից, նայենք հայ զինվորների մահը կամեցող Սրիկայի դեմքին եւ ասենք, որ նա հայ զինվորների մահը կամեցող Սրիկա է։ Որտեղ ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը, պարոն Վարդևանյան։ Ժողովուրդը այդպես է ձևավորել այս խորհրդարանը։ Ու այն մտածմունքը, որ ասում է, որտեղ որ դուք սովորել եք, մենք այնտեղ դասավանդել ենք, էլի հարգելի գործընկերներ, եթե ձեզ թվում է, թե մենք այդքան միամիտ ենք, այդ դեռահասական միամտությունը ունենք, որ դուք կարաք սենց ձևական, բարեկիրթ բան, սենց այս կոնտեքստը պահեք խմբակցության հիմնական դերակատարների դեմքով, բայց մի հոգի ունենաք, որը պարբերաբար պետքա գա բան ասի, ու դուք էլ հետո պետքա փորձեք մեզ համոզել, որ դե պետքա դրա վրա աշկ փակել, պետքա դրա վրա աշկ փակել, չի լինելու ժողովուրդ ջան։ Ամեն անգամը լինելու է պատասխան, պատասխանը լինելու է միանշանակ անհամաչափ։ Առաջին անգամը առհասարակ պատասխան չէ։ Վարդևանյանը ավելի շուտ գիտեք ոնց որ ով լինի։ Այն որ հարսանիքների ժամանակ թամադաներ կան, ովքեր նաև երգում են։ Փողին մուննա, ասենք ինքը թամադա է, մեկ է սկսում է երգել։ Արասպես այն թամադան չէր։ Ասում են, հա, բա հիմա են երգում, հա փողին մուննա։ Մեր լենական սիրուն քաղաք, արի գնանք զարդարելու։ Ժողովուրդ ջան, ինչ ասես ասում են, էսի ուժեղ Հայաստանի падգամավորներին են ասում, և զերո արձագանք, ինչ է ասել Էդգար Ղազարյանը ասել է հետևյալը, ով որ ուրանում է հերոսների, արածը հերոսների, դա սրիկայություն է, կարծեմ տենց է ինքը ասել, հիմա ինչ եք վախեցել, ուժեղներ ինչ եք վախեցել, կամ ումից եք վախեցել։ Հիմա ես ձեր տեղը ասեմ, դա ոչ թե մենակ սրիկայություն է, դա անբարոյականությունն է, դա տգետությունն է, դա շանտաղայությունն է, դա ոչ մարդու ծնվածի արարք է։
ուղղակի կուլտուրաս եւ իմ հետևորդների պատիվը թույլ չի տալի, որ փողոցի ձևով անվանեմ։ Ինչ խլեշ քֆուրա ասում մտքերով տանցնում հաշվեք տվել եմ։ Ինչը երեխեքի անունը, հերոսների անունը, մեր քույր եղբայրների անունը ուրացողը բա ինչ արա։ Տգետներ, բար չեմ գտնում, հլը մի հատ էլ արդարանում են, մենք ասենք են Նարեկ Կարապետյան ընդից ասում է, հա էթիկայի զուրկ էր, էտա ձեր ուժը։ Դուք սկի ձեզ չեք կարում պարեք, դուք երկիր պիտի պարեք Նարեկ Կարապետյան, հա, երկիր եք պարելու, երկիր եք կառուցելու, մի հատ կոմբայն է կառը ընգել եք չոլ է չոլ, սալարկեն լծվավ, կոմբայնը հնձեց, չնձեց, դուք գիտեք ինձ, դուք զոտեխնիկի մակարդակ ունեք, ձեզի ձեր տաշիր պիտի տանեն լծեն դաշտերը ու սկսեք խոտ հնձել, էտա ձեր մակարդակը, դուք կուր քաղաքական գործնեությունը ուր։ Ես ասել եմ, Նիկոլ Փաշինյանը գնաց արձակուրդ, ես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցությունը ընկավ ձեր հետևից, ես չէի ուզում, դուք բերեցիք դրան, դուք այսօր իմ համար, մեր կուսակցության համար առաջի հակառակորդն եք, իսկ հակառակորդներին ինչ են անում քաղաքականապես, այո, սարքում են զրո, մենք ձեզի աբնուլիկ ենք անելու, դուք չեք լինելու քաղաքական դաշտում, չնայած ձեր միլիարդներին, եւ մի բան էլ եմ ասում, Նիկոլ դու տղա չես ելի, եթե սրան չսարքես բոմժ, դու տղա չես ելի, ես գիտեմ, որ դու սուտասան ես, ես գիտեմ, որ դու մի բան ասում ես, բրթստում ես, բայց ոնց որ ես վերջերս խելքի ես եկել, դու Սամվել Կարապետյանին չսարքեցիր բոմժ, ուրեմն դու բոմժ ես, Նիկոլ, եւ վերջի լավություն արա հայ ազգին, այս տգետներին, այս տականքներին, այս ազգի դավաճաններին մաքրի, Նիկոլ, եթե դու վարչապետ ես, եթե գոնե մի այսքան մեջդ մարդկություն մնացել է, Նիկոլ, հլը սրած դա, հերիք չի մանդատները վեգալեցին, հերիք չի կռիվ են տալի, որ հլը ինչ-որ հանձնաժողովի նախագահ է, այ դուք ես ազգին ինչի տեղ եք դրել, այ լկտիներ, հիմա, անցնենք առաջ, սիրելի բարեկամներ, բացի դա, իրանց հետևորդները, իրանց համար, ով որ կներեք փողոցային բառից համար, վիզ են դրել, այսօր անտերության են մատնված, մարդկանց նեղում են, մարդկանց վախեցնում են, մարդկանց բռնում են, ոչ մեկի հետևից չեն եթում, ոչ մեկի հետևից չեն եթում, ես ասել եմ ու ասել եմ, սրանք քծող բրիգադն են, սրանք Նիկոլի աթոռը ֆունդամենտով պահող բրիգադն են, բայց ասում եմ, դուք արդեն գործ ունեք Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության հետ, եւ մեր ռեսուրսները, Սամվել Կարապետյան, հավատա ոչ պակաս են քանստե ձերը Հայաստանի սահմաններից դուրս, եւ դուք շուտով դա կզգաք, հիմա սրանք, եթե դեմ առնեին ժամանակին, երբ որ Ալեն Սիմոնյանի մայրիկը համապատասխան ժեստեր էր ցույց տալիս ժողովրդին, այն ժամանակ մենք պիտի իմանայինք, որ սրանք ոչ մի բան անող չեն, իսկ որ ժեստի մասին է խոսքը, խնդրեմ այս տեսահոլովակը։ Ժողովուրդ ջան, սա այն ժամանակվա ազգային ժողովի նախագահի մայրն է, պատկերացնում եք, որին ես վերջերս Նիկոլ Փաշինյանը նշանակեց ազգային անվտանգության խորհրդի նախագահ։ Բարեշեցիք Ալեն Սիմոնյանի հետ ոնց ստացվեց, որ պաշտոնին նշանակեցի, կարգավորվեցին հարաբերությունները, թե չէ որտեղ ձեր նախորդ պատասխաններից էլ էր զգացում, որ կարծես թե մի բան այն չի, ինչ փոխվեց այս ընթացքում կամ ինչպես համոզեցեց, որ նշանակեցիք նրան ԱԽ քարտուղարի պաշտոնում եւ նրան էլ ոնց որ թե ձեզ բան եք նշանակում Գրիգորյանին Միացյալ Թագավորությունում։ Հետաքրքիր է, որ տենց պնդումներ եք անում դուք կամ չգիտեմ ով որոշել է
Ընդհանրապես հետաքրքիր է, որ դուք իմ մասին ավելի շատ բան գիտեք, քան ես ինքը։ Դուք գիտեք, ես ում հետ լավ հարաբերություններ ունեմ, ում հետ վատ, ում հետ լարված, ում հետ ինչ խոսացի, ում ինչ խոստացա եւ այլն եւ այլն։ Այդ այն բանի նման է, որ ասում եմ հիմա սոված եմ, թե քունս ա թանում։ Էլ ինչ եք ինձ հարցեր տալիս, գուցե ես գամ ստեղ կանգնեմ, դուք պատմեք ինչ կա չկա, ես ում հետ տեսա, ում խոսացի, ում հետ լավ հարաբերություններ ունեմ, ում հետ հարաբերություններ ունեմ, ես էլ ինֆորմացվեմ եւ գնամ զբաղվեմ, չէ։ Շատ լավ։ Ես խոսում եմ հարաբերությունների մասին։ Այսինքն չունեմ մեկնաբանություն այս հարցի հետ կապված։ Ես ընդհանրապես ասեմ ձեզ, որ մեր քաղաքական թիմում ես լարված հարաբերություններ չեմ ունեցել, չունեմ եւ չեմ ունենալ։ Մերը ինչա ցույց տալի տղուն ուրեն նշանակում։ Դե ինչ զարմանանք, ԿՊԱ-ականները ընդհանրապես մի խուրձ պատահական մարդիկ են հավաքել այս ազգային ժողովին, պատգամավոր բերել լցել են ընդ մարդիկ չգիտեն ինչի են այդտեղ, ինչի համար եւ ինչ են անելու։ Եթե չեք հավատում, որպեսզի չասեն լկտի սուտա, խնդրեմ այս տեսա հոլովակ։ Հա, քայլում ենք իրար հետ։ Պարոն Բաբայան, ձեր պասիվությունը ինչով է պայմանավորված։ Ոչ խոսում եք, ոչ ելույթ եք ունենում, ոչ հայտարարություն եք անում, հա, ինչով է պայմանավոր։ Հա? Սովորենք ամեն ինչ։ Ինչ պետք է սովորեք։ Խոսեք։ Խոսեք գիտե ոնց։ Բա ինչ, հարց տան։ Համապատասխան ժամանակն է ասք տան։ Տեսակ, չգիտի ինչ անում, ասա կսովորենք։ Հայաստանի Հանրապետությունը փորձադաշտ է, Նիկոլ, հա, վերել է սովորական մարդ է, տրինո, դոսավ գրեք վրեն, ինչ Հայաստանի պատմություն, դոսավ, պրծավ, իսկ ինչ վերաբերվում է Սամվել Կարապետյանին, տեսիք չեմ վիրավորում անձնական, քանի որ մենք մեր գծերը գիտենք ի տարբերություն նիկոլականների, խնդրեմ տեսնենք ինչ է ասել Սամվել Կարապետյանը, տեսա հոլովակը։ Ես չեմ ուզում դա աշուն, գարունով սահմանապակենք, երբ կգա օրը ես ասել եմ, մենք ասենք մեր լուրջ խոսքը, ես հասկանում եմ, որ դուք բոլորդ հոգնել եք, զզվել եք այս իշխանություններից, ուզում եք մեկ օր շուտ ճանապարհենք իրենց, մենք էլ ենք արդեն հոգնել ու զզվել, բայց մենք ամեն ինչ անում ենք օրինական ճանապարհով։ Ժողովուրդ ջան, այս ելույթը Սամվել Կարապետյանի տեսա, հիշեցի մի հատված մեր հիանալի կինոֆիլմից, հայ ֆիլմից Հասնացուն հուսիսից։ Հիշում եք, որ մեր ժողովուրդը ընդ գնացել են, սպասում են Նատալիա Իվանովնայա, Նատալի Պետրովնայա, չի գալի, դե ռուսը իրա բնորոշ բանին, я, конечно, мужчина в доме եւ այլն, խնդրեմ որ հիշենք այդ հատվածը գեղեցիկ, խնդրեմ։ Здравствуйте, я как раз к вам направлялся. Николай Петрович, дорогой, где же Наталья Семеновна? Надо вызвать ее. Да, Николай-джан, дома вот сколько дел. Азат колхозную птицеферму оставил, а Сироп бросил бригаду. В этом дело. И прошу, не забывайте, что я школу бросил. Дети все, что знают, и то позабудут. Приедет, наверное, завтра. А может, послезавтра. Николай-джан, так дело не делается, дорогой мой. Извините, товарищи. Скажи извините, ему. Роб. Я столько времени терпеливо молчал. Но вы знаете, что по этому поводу французская пословица говорит? Ты меня своим французским не пугай, знаешь. По-вашему, выходит, что Наталья Семеновна там без дела болтается? Человек, она занятой. Вы почитаете, что пишут о ней в газете, вот. Мы очень уважаем Наталью Семеновну. В газете Ой. Это что же, спросить нельзя? Я что? Я хочу сказать, что я мужчина в доме. А вот вопрос дочери – это дело женское. Вот как приедет Наталья, я свое мужское слово скажу. А то как же? Ладно, не горячись, Николай-джан. Пожалуйста. Տարբերություն տեսակ Սամվել Կարապետյանի եւ ռուս ձյաձյայի մեջ։ Ինչ է ասում։ Չգիտեմ, աշունը կլի գարուն, может завтра, а может послезавтра. Я, конечно, свое мужское слово скажу. Հա, հայարա ձունը սարերին,
Սամվել Կարապետյան։ Ես իրոք ապշած եմ, թե դուք ոնց եք կարողացել հարստանալ։ Միգուցե այդ գումարները ձերը չի, պարոն Կարապետյան։ Չգիտեմ։ Ռուսաստանում լինում է տենց բաներ, որ պատստավներ մարդիկ են ելում, բայց իսկական գումարների տերերը ուրիշ մարդիկ են։ Միգուցե, չգիտեմ։ Թողենք հանգիստ ուժեղներին։ Անցնենք դալշը։ Ժողովուրդ ջան, երբ որ ավիրում են մեր եկեղեցիները Ադրբեջանում, ինչև այսօր, մեր սրբությունները ինչ որտեղ գիտես, որ դա անում է թշնամին, գիտես, որ թշնամին է արել, բայց երբ որ Հայաստանի Հանրապետությունը ներքին թշնամին, կառավարությունը թշնամի է, մենք գիտենք, բայց որ քաղաքացիներն են վարվում եկեղեցու դեմ այսպես, ես չգիտեմ ինչ ասեմ։ Խնդրեմ այս 3 տեսահոլովակը։ По опубликованным в азербайджанском сегменте социальных сетей кадрам видно, что в оккупированном Азербайджаном Арцахском Гадруте осквернена армянская церковь Сурб Арутюн Святого Воскресения, построенная в 1621 году. На видео отчетливо видно, что стены храма исписаны и изуродованы, а крест на куполе уничтожен. Причем крест был демонтирован уже после 2022 года. На кадрах того периода, когда после оккупации Гадрута азербайджанский режим объявил храм якобы албанским и направил туда представителей так называемой албано-удинской христианской религиозной общины для проведения показательных псевдорелигиозных обрядов, крест еще находился на куполе. Поскольку на опубликованном видео нет кадров, снятых во дворе церкви, установить, в каком состоянии находятся древние надгробные плиты, расположенные всего в нескольких метрах от входа в храм, не представляется возможным. Напомню, что в декабре 2023 года азербайджанский режим объявил о планах по албанизации армянской церкви Сурб Арутюн, а также анонсировал проведение там археологических раскопок и создание некоего музея албанской культуры. Կողացել են Հովանավանքի եւ Արտաշատի Սուրբ Հովանես եկեղեցիների խաչերը։ 24 News-ի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ 3 եկեղեցիներից էլ հաղորդում է ստացվել գողությունների վերաբերյալ։ Ըստ նախնական տեղեկությունների յուրաքանչյուր եկեղեցուն մոտ 100,000 դրամի վնաս է պատճառվել։ Ոստիկանությունից վստահեցրել են, որ հաղորդմանը տրվել է պատշաճ ընթացք, այս պահին կատարվում է օպերատիվ աշխատանք։ Խաչերը գողացել եք ինչ անեք, այլ ամբարոյականներ։ Տանում եք, որ մեկի հորն ու մորդ գերեզմանի վրա դնեք, այլ ամբարոյականի սերունդներ։ Այս կառավարությունը հերիք չի, այս իշխանությունը հերիք չի ընկելա մեր եկեղեցու հետևից, դուք էլ նեսից եք քանդում։ Թե համագործակցում եք։ Մենք անպայման կհետևենք այս թեմային եւ ներքին գործերի նախարարությանը խնդրում եմ անպայման բացահայտեք այս գործը։ Ուղղակի խնդրում եմ, որպես հայ մարդ, որպես Հայաստանի Հանրապետության ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար, խնդրում եմ ձեզ, տիկին նախարար, գթեք այդ տականքներին, գթեք այդ ներքին թուրքերին։ Սիրելի բարեկամներ, հիմա անդրադառնանք նրան, թե ինչ է ասում Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը ասում է հետևյալը. մենք ենք որոշում Հայաստանի սահմանները։ Դրանից էլ առաջ անց է։ Ասում մենք մինչև դաբրո չտանք, Հայաստանը չի կարող ունենա իր սահմանը։ Այսինքն, այն եզրակացությանն եմ գալի, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն հանձնված է, Նիկոլ, Հայաստանի Հանրապետությունը։ Բացի դրանից, էներգետիկ համակարգը արդեն եկել են, կոլշկեքը խփել են, այս են արել ու ատոմնի կայարանը, մեր ատոմնին, մեծամորի, եթե հիշում եք Թուրքիայի նախապայմաններից մեկն է, որ պետք է փակվի,
Սրանք է ԿՊԱ-ականները լոլո էին կարդում, ամերիկական մոդուլներ էին, ատոմնակայաններ գալու։ Էս ինչ եք անում դուք։ Էներգետիկան էլ են տալի թուրքերին, ադրբեջանցիներին ու պրծնում է կինոն։ Այն որ ասում է կախեք կողպենքները ու կորեք գրողի ծոցը, քան որ ռուսները չեն ընդունելու Ուկրաինա պատերազմը մնացած սաղ տեղերը ողբեր գալիս վիճակ է աշխարհով մեկ, որը որ ասում է Նիկոլ Փաշինյանը։ Այս ազգին ուր է գցում անապատներ։ Որպեսզի չասեն լկտի սուտ է, խնդրեմ այս տեսահոլովակները, սիրելի բարեկամներ։ Առավոտյան 8:40-ի սահմաններում Ադրբեջանի սահմանապահ ծառայության մի խումբ զինծառայողներ Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են արել Հայաստանի տարածքում դրոշ տեղադրելու նպատակով։ Մեր ԱԱԾ սահմանապահ ծառայությունը հայտնում է, որ հայկական կողմի ձեռնարկած միջոցների արդյունքում ադրբեջանցի զինծառայողների առաջխաղացման եւ դրոշ տեղադրելու փորձը կանխվել է։ Ժամը 10-ի դրությամբ իրադրությունը հարաբերականորեն կայուն է։ Мы действовали. И когда в Армении пришло понимание того, что то, о чем они сегодня говорят, что и правильно говорят, я считаю, что это очень разумно, что есть реальная Армения с ее границами, и пока мы не признаем эти границы не существует. И если помните, в то время для того, чтобы их подвигнуть к этому, я говорил, что граница будет там, где мы посчитаем нужным. Параллельно с этим шел процесс, мы действовали. Իլհամ Ալիևը հայտարարել է, որ թրիփի շրջանակում ադրբեջանցի մասնագետներն արդեն ուսումնասիրություններ են իրականացրել Հայաստանի տարածքում եւ նույնիսկ որոշել են այն վայրերը, որտեղ կարող են տեղադրվել էլեկտրահաղորդման գծերի հենասյուները։ Ալիևը նշել է, որ ակնկալում է, որ հայկական կողմը չի ձգձգի ծրագրի իրականացումը։ Նա անդրադարձել է նաև Մեծամորի ատոմակայանին, հայտարարելով, որ այն հնացած է եւ վաղ թե ուշ պետք է փակվի։ Ալիևի խոսքով կայանը նաև պոտենցիալ վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար։ Հայկական կողմի պատասխանը սակայն այլ է։ ԿՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը խորհրդարանում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին ընդգծել է. Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետները որևէ մեկը չի որոշում։ Դրանք սահմանվում են թույլատրելի ժամկետներով եւ համապատասխան մասնագիտական գնահատականներով։ Ինչ է լինելու ժամկետի ավարտից հետո եւ ով է որոշելու Հայաստանի էներգետիկ ապագան, Անահիտ Սարգսյանի ռեպորտաժում։ Հայաստանը դեռ 10 տարի ժամանակ ունի Մեծամորի ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործումը շարունակելու համար, իսկ Ալիևն արդեն իսկ խոսում է դրա փակման եւ դրանից հետո Հայաստանի էներգետիկ ապագայի մասին, հայտարարելով, որ շահագործման ժամկետի երկարաձգումը չի կարող անվերջ շարունակվել եւ վաղ թե ուշ այն պետք է փոխվի։ Վերջնանպատակը մեկն է՝ Հայաստանին զրկել էլեկտրաէներգետիկայից, զգուշացնում է Արման Աբովյանը։ Հոմ ես չեմ ասում, Արտուր Ֆարմանյանը չի ասում, Նիկոլ, ասում է քո ընկեր, քո աղբեր բեղերով տարական Իլհամ Ալիևը։ Ես ինչ եք անում, արա։ Ժողովուրդ, տեսեք ձեզ ինչ եմ ասում։ Մեկ անգամ եւս կրկնում եմ, գալու են դաժան ժամանակներ, քանի դեռ ուշքի եկեք։ Ուշքի եկեք, մոռացեք ժամանակավոր ձեր ստամոքսը, երկրի մասին մտածեք, վերաբերվում այդ նույն բանը մեր սփյուռքահայությանը, եթե դուք մինչև այսօր ունեք հայրենիք, որ ինչ-որ մի տեղի ձեզ հնարավոր է լարեն, վաղը չեք ունենալու հայրենիք, ուշքի եկեք, հայ ազգ, վերաբերվում է հային, չի վերաբերվում ես տգետ խաչագող տականքներին, ուշքի եկեք հայեր, ուշքի եկեք, սիրտս տրակում արդեն չեմ հասկանում էլ ոնց ձեզ բացադրեմ, որ ես մարդիկ տանում են, փռում են, ոչնչացնում են, չեք ուզում լսած ըլեք, ոնց բառ չեմ գտնում, իրոք անկեղծ սիրելի բարեկամներ, ներողություն եմ խնդրում ավելնորդ էմոցիաներից համար, ուղղակի այս ինչ որ կատարվում է, ու սենց լռություն, ժպիտ, կիսաժպիտ, ես չեմ հասկանում։ Ես չեմ հասկանում մենք երբ ենք դարձել այս սենց աղոթած։ Էդի եմ ուզում հասկանամ։ Դավաճանությունը շատ ծանր բան է, սիրելի բարեկամներ։ Որպեսզի դուք հասկանաք ինչի մասին եմ ես հիմա ասում,
Երբ որ փլուզվեց խորհրդային միությունը, ես միշտ բազմաթիվ անգամ ասել եմ, որ ամեն ինչը կարգադրությունները, քայլերը եղել են Մոսկվայից, դավաճան կոմունիստներից, Ես դրա համար մարտի 5-ից 1953 թվականից հետո ես չեմ ճանաչում կոմունիստներ խորհրդային միությունում։ Իսկ որպեսզի դուք հասկանաք իմաստը դավաճանության եւ ինչ ողբերգության է բերում, մեր կոմունիստական ռուբրիկայից Սերգեյ Բատուրինը, որը որ եղել է Գոսդումայի փոխնախագահ, որը որ մասնակից է եղել այդ ամեն ինչին, խնդրեմ այս տեսահոլովակը։ Вообще, в отношении к прошлому сегодня требует переоценки. Вот, к концу 20 века, ведь я вам живой свидетель, националистические настроения во всех республиках, в Литве, Латвии, в Эстонии, в Грузии, в Молдавии, инспирировались из Москвы. Это было решение на каком-то уровне во главе с Горбачевым, что надо срочно создать националистические движения. И тех коммунистов, которые в Риге или в Таллине, в Вильнюсе или в Кишиневе препятствовали созданию народных фронтов, их снимали с партийных или государственных должностей. Поэтому на самом деле достоверной истории 90-х годов ни в одной из наших с вами республик нет. Хотя может быть, я у кого-то разрушу шаблоны, но я просто участник многих конкретных политических событий 90-91 года. И я вам могу свидетельствовать, что 19 августа 91 года все лидеры национальных республик Литвы, Латвии, Эстонии, Грузии, господин Гамсахурдия и все остальные присягнули ГКЧП и сказали, что готовы соблюдать Конституцию Советского Союза. И если бы не Ельцин и его команда, Советский Союз существовал бы до сих пор. В 90-м году, уже в качестве народного депутата Российской Федерации, мне довелось быть в составе первой российской официальной делегации, которая посетила сразу с визитом Литву, Эстонию и Латвию. Это был сентябрь 90-го года. Мы встречались с депутатами, встречались с руководством и с господином Ландсбергесом, и с господином тогда еще Горбуновым, это он потом уже стал модифицировать свою фамилию, и с господином Рюйтелем, и с другими. И во многом разговоры были отличные от того, что говорится сегодня. Я хочу подчеркнуть, нашей делегации, которую возглавлял депутат Гранберг, председатель комитета в Верховном Совете, на самых разных уровнях было сказано, осень-сентябрь 90-го года, что мы не хотим отделяться от Советского Союза, но дайте нам экономическую свободу, дайте нам возможность самим принимать эти законы, дайте нам разные другие условия вот для такой экономической самостоятельности, больше нам ничего не надо. Отличие, может быть, было только в Литве, потому что там еще нас уговаривали, что ни в коем случае не надо забирать у нас Вильнюс и Клайпеду. Мы понимаем, что Клайпеду после победы над гитлеровской Германией получил Советский Союз. И по решению Сталина она была включена в 1950 году в состав Литвы. А ведь многие тогдашние и все сегодняшние литовские лидеры говорят, что они не признают никаких решений после начала советской оккупации до 1991 года. Если так, то Клайпеду они должны вернуть. Точно так же и Вильнюс был получен Литвой по пакту Молотова и Риббентропа. И я вам живой свидетель, что когда мы посещали Вильнюс в сентябре 90-го года, оттуда проходила эвакуация предприятий в Каунас, потому что те сторонники независимости Литвы, которые набирали силу, они были готовы за независимость вернуть Советскому Союзу и Вильнюс, и Клайпеду. Наиболее остро встал разговор у нас в
во время дискуссии с депутатами Верховного Совета Эстонии. И когда в очередной раз эстонская сторона сказала, вот тут, видите, у них было, с одной стороны, мы бы как бы и не хотели бы выйти, а с другой стороны говорили, может быть, нам выйти из Советского Союза, но ближайшие 10 лет, чтобы цены сохранялись внутрисоюзными в наших отношениях. И когда вот это все говорилось, я не выдержал и сказал, вот вы, говорю, все время говорите о Тартусском договоре, что нужно вернуться к Тартусскому договору. А с чего вы взяли, что для России Тартусский договор более значим, чем договор, по которому Швеция передала всю Прибалтику Российской империи? Может быть, к тому договору вернемся? Если бы мы все тогда знали, что главная проблема Советского Союза не в националистических лидерах республик, в том числе и Российской Федерации, а в том, что государственная измена затаилась в союзном центре. Это сегодня мы понимаем, что Михаил Горбачев ни благодушным недоумком не был, он не был слабым человеком. Это государственный изменник, который целенаправленно осуществлял курс на разрушение Советского Союза. Именно он давал приказ штурмовать в Вильнюсе телебашню. И каждые 30 минут Буракевичус и другие руководители докладывали помощнику Горбачева ситуацию и говорили, вот происходит то-то, башня уже блокирована, вот сейчас башня взята, диктор сидит в студии. Для чего из Москвы давали команду брать телебашню? Чтобы зачитать по телевидению Литвы указ о введении чрезвычайного положения в Литве. Указ президента Ельцина. Отставить Горбачева. Как только и военные, и Буракевичус доложили в Москву, что диктор сидит в студии, давайте указ, связь с Горбачевым и его помощником оборвалась. И вот, как мне говорил и сам Буракевичус, и его помощник много лет спустя, и вот тут они поняли, что их обманули и предали. Заставили обозначить всех сторонников Советского Союза, ведь люди, как и в Риге, так и в Вильнюсе, выходили на улицу с повязками интерфронтовскими, говорили, мы за единую страну. И после этого начались с ними расправы. И это не единственный. Սիրելի բարեկամներ, դավաճանաբար սպանվեց խորհրդային միությունը, դավաճանաբար սպանվում է Հայաստանից Հանրապետությունը, ուշքի եկեք հայազգ, պապերը մեզ չեն ների մեզ պապերը, սիրելի բարեկամներ, ուշքի եկեք հայազգ, կոչ եմ անում, ուշքի եկեք, և վերջում ուզում եմ մեր բոլոր մայրերին, նախ ներողություն խնդրել մեր մայրերից, որ երևի թե մենք մեզ տաղավարի չենք պահում։ Եվ ուզում եմ այս գեղեցիկ երգը, կարծեմ Արամ Ասատրյանն է գրել, նվիրել մեր բոլոր հայ մայրերին, եւ ոչ միայն հայ, բոլոր մայրերին նվիրում է այս երաժշտությունը։ Վայելենք միասին, սիրելի հայազգ։ Քեզնից իմ կամքով չեմ հեռացել, երբեք քեզ չեմ մոռացել, քնքուշ սեր ես ու ջերմար եկակ, մայրիմ ջան դու իմ միակ, քեզնից իմ կամքով չեմ հեռացել, երբեք քեզ չեմ մոռացել։ Տանեմ մայրի, քեզ գիրկս կարնեմ, սիրեմ փայփայեմ մայրի,
արդում աղոթում ես մայրիմ դու ասում որ սիրի փայփայի քո որդուն որ ճամփա բացի է շուտ կամ տուն ինձ ես սպասում գիշերներն արդում աղոթում ես մայրիմ դու ասում որ սիրի փայփայի քո որդուն որ ճամփա բացի է շուտ կամ տուն ամեն ինչ կանեմ քո ցավը տանեմ մայրի քեզ գիրկս կառնեմ սիրեմ փայփայեմ մայրի ամեն ինչ կանեմ քո ցավը տանեմ մայրի քեզ գիրկս կառնեմ սիրեմ փայփայեմ մայրի մայրի Այսօր այս կանը, սիրելի բարեկամներ, մեկ անգամ եւս ներողություն եմ խնդրում ավելնորդ էմոցիաների համար, բայց Աստված վերևը, ներքևը մենք։ Ես խոսում եմ անկեղծ, քանի որ սիրտս պայթում է, հոգիս լացում է մեր իրավիճակի համար։ Միգուցե քաղաքականությունը իմ տեղը չի, բայց ես ինձ հայ եմ զգում եւ չեմ կարող ձեռքերս ծալած նստել եւ նայել թե ինչ է կատարվում իմ ազգի հետ, իմ ժողովրդի հետ, իմ եկեղեցու հետ, իմ փախստական արցախցու հետ եւ Հայաստան աշխարհիս հետ։ Բայց չենք հուսաթափում եւ միասին ասում ենք. կեցե Հայաստանից Հանրապետությունը, կեցե հայ ազգս, կեցե հայկական սփյուռքը, կեցե ջավախքը հայությունս, կեցե Արցախը հայությունս, կեցե հայկական Արցախը Նիկոլ Փաշինյան, հայկական Արցախը, եւ մենք կտեսնենք թե սահմանները ով ում սահմանները պետք է գծի։ Մենք գալու ենք։ Կեցե հայոց առաքելական եկեղեցին։ Աստված տա որ խաչերը չգողանան այլևս Հայաստանից Հանրապետությունում։ Խաչը դա սրբություն է եւ խաչը յուրաքանչյուր հայի գլխին պետք է լինի։ Գեցեք դուք ավակ քույրեր եւ եղբայրներ, մեր տարեց մարդիկ, պինդ եղեք, ամուր եղեք։ Մենք ձեր կարիքը ունենք, ձեր շատ ենք ունենալու, ձեր խորհրդի կարիքը, ձեր իմաստուն բառի կարիքը, սիրելի բարեկամներ։ Այսօր այս կանը հույսով եմ կհանդիպենք, ստեսություն, Աստված բոլորիս պահապան։